Ստենել հիմար չեն, բարձա չեն, որ իրեն տարիներ շարունակ, ուրեմն իրենց հետախուզությունը դա միակ օրգանն է այդ պետական մարմնի մեջ, որտեղ ինչ-որ չափով աշխատել են նորմալ ձևով։ Եվ դրա հետևանքով են եղել, որ որոշ երկրներում ունեցել են, ստեղծել են ղեկավարներ, որոնք իրենց կողմ են եղել։ Օրբանը ձեզ ամենաառաջին օրինակն է, իհարկե, որ նա ամեն կերպ կանգարում էր Ուկրաինայի եւ օգնության իմաստով Եվրոպական համայնքում քվեներ չտալով, վետոներ դնելով եւ ՆԱՏՕ-ի մեջ եւ այլ, Օրբանի մասին հիմա երկու խոսք ասեմ, ուրեմն ինքը դա հայտնի է, ինքը երիտասարդ ժամանակվանից իրան առան, մեծ փողեր տվեցին, որպեսզի ընտրվի, դրանք եկան այդ փողերը անուղակի ձևով օլիգարխների կողմից, հարուստների կողմից Ռուսաստանից, եւ ինքը իրենց պարտական, պարզ ասենք, պարտականացրով կապված։ Օրբանի խնդրեմը հետևյալն է, որ իր սպոնսորը լինելով, ասենք, Ռուսաստանը, Պուտինը դա աղքատ երկիր է նայել։ Ռուսաստանը քեզ չի օգնում։ Իսկ երբ որ դու ինքը եկավ Ամերիկայում եւ ինտերվյուի ժամանակ ասաց, որ Հունգարիան հանրաշփոթ աղքատ երկիր է, մենք հարուստ չենք, մենք ուժեղ չենք, մենք պետք ունենք օգնության։ Օրբանի խնդրեմը դա է, որ ինքը մի կողմից կապված է անձնապես, բայց այդ ում կապված է իրան չի օգնում ֆինանսապես։ Միջև հիմա տալիս էր, ասենք, թե ավելի լավ գներով կարող ինչ որտեղ նավթ կամ գազ։ Բայց հանկարծ դրանց վրա դրվեց ուրեմն սանկցիաներ, եթե դու շարունակես առնել ռուսական նավթ-գազ, ամերիկյան սանկցիաները քեզ են վերաբերում, դա քանդի ամբողջ էկոնոմիկան ինքը հասկանում։ Եվ ոչ մի չի կարող անել դրա դեմ Ռուսաստանը։ Ինքն չի կարող անել։ Խոսակցություն եղավ դրա մասին իր էներգիայի նախարարը երկացավ ասաց, չէ, մենք խնդրեմ չունենք, մենք կառնենք Եվրոպայից կամ ուրիշ տեղից կբերենք այդ։ Իսկույն ինքը ասաց Չէ, տես չի մենք կախված ենք եւ միանգամից Թրավ Ամերիկա, Թրամփի մոտ։ Եվ լաց եղավ, որ չէ, չգիտես, դու ինձ այդ սանկցիաները մի դիր իմ վրա, մենք աղքատ ենք, մենք պետք ունենք այդ ռուսական բանին, դու այսինքն կարծես թե մյուս ինչ-որ ասվերերը, որ ինքը տարբերակ ունի, դրա մասին չենք խոսում։ Դու երկու բանով, որտեղ իրեն ասացին, որ դու մեզնից պետք է առնես, որտեղ մենք փող ունենք, այլ պետք ունենք փողի, ուրեմն դու փանակ վճարես ուրիշին ինձ վճարի։ Եվ երկրորդը այն է, որ դա ինքը պետք է ցույց տար, որ դրանով իր ընտրողներին, որ հիմա ինքը պետք է նորից ընտրությունների գնա, որ ինքը չէ, ինքը այդքան էլ Պուտինի գրպանում չի նստած, այսինքն ինքը դες Ամերիկայի հետ բանակցում եմ, այնտեղից բաներ եմ ստանում, ինձ ցույց տվեցին սանկցիաները վրա չեն բնդացնելու, ես կարողանում եմ շարունակեմ առնել այնտեղից էժան էներգիա։ Միաժամանակ դա Թրամփի մտքի մեջ է նա, որ այս մարդը եկավ, էր ինձ գովեց, ասեց դու շատ լավ մարդ ես, շատ խելոք մարդ ես, շատ խաղաղ մարդ ես, ես վաղուց գիտեմ, վաղուց 2015 թիվն է, եւ ես քեզ հետ եմ եւ այլ, դու շարունակի ինձ հետ լինել։